Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Մատթեոսի Գլուխ առաջին Հիսուս Քրիստոսի ազգաբանությունը Գիրք ազգաբանության Հիսուս Քրիստոսի Դավթի որդու Աբրահամի որդու Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային և նրա եղբայրներին, Հուդան ծնեց Փարեսին և Զարային Թամարից, Փարեսը ծնեց Եզրոնին, Եզրոնը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինաբադին, Ամինաբադը ծնեց Նահասոնին, Նահասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին Ռաքաբից, Բոոսը ծնեց Օբեդին Հռութից, Օբեդը ծնեց Հեսսեին, Հեսսեն ծնեց Դավիթ արքային, Դավիթը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջից, Սողոմոնը Ռոբովամին, Ռոբովամը ծնեց Աբիային, Աբիան ծնեց Ասափին, Ասափը ծնեց Հոսափատին, Հոսափատը ծնեց Հորամին, Հորամը ծնեց Օզիային, Օզիան ծնեց Հովաթամին, Հովաթամը ծնեց Աքազին, Աքազը ծնեց Եզեկիային, Եզեկիան ծնեց Մանասեին, Մանասեն ծնեց Ամոսին, Ամոսը ծնեց Հոսիային, Հոսիան ծնեց Հեքոնիային և նրա եղբայրներին Բաբելոնում գերության ժամանակ, Բաբելոնում գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին, Սաղաթիելը ծնեց Զորոբաբելին, Զորոբաբելը ծնեց Աբիուդին, Աբիուդը ծնեց Եղյակիմին, Եղյակիմը ծնեց Ազորին, Ազորը ծնեց Սադոկին, Սադոկը ծնեց Աքինին, Աքինը ծնեց Եղիուդին, Եղիուդը ծնեց Եղիազարին, Եղիազարը ծնեց Մատթանին, Մատթանը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հովսեփին Մարիամի մարդուն, որի նշանածն էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուս, որ անվանվեց Քրիստոս։ Արդ Աբրահամից մինչև Դավիթը բոլոր սերունդները 14 սերունդ, և Դավթից մինչև Բաբելոնի մեջ գերությունը 14 սերունդ, Բաբելոնի մեջ գերությունից մինչև Քրիստոս 14 սերունդ։ Հիսուսի ծնունդը Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ. Նրա մայրը Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց, և Հովսեփը նրա մարդը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան, և մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է, նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից։ Սակայն այս ամենը եղավ, որպեսզի կատարվի, ինչ որ Տիրոջ կողմից ասվել էր Եսայի մարգարեի բերանով. ահա կույսը պիտի հղիանա, և մի որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Եվ Հովսեփը քնից արթնանալով արեց, ինչպես հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, և իր կնոջն առավ իր մոտ, բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, և նրա անունը դրեց Հիսուս։ Գլուխ երկրորդ. Մոգերի երկրպագությունը։ Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրով, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. Ուր է հրեաների արքան, որ ծնվեց,
որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու։ Եվ երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց, նրա հետ և Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը, և հավաքելով բոլոր քահանայապետներին և ժողովրդի օրենսգետներին, հարցրեց նրանց, թե ուր պիտի ծնվի Քրիստոսը։ Եվ նրանք ասացին նրան. Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված. «Եվ դու Բեթղեհեմ Հուդայի երկիր, Հուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես, քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին Իսրայելին»։ Այն ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին և նրանցից ստուգեց աստղի երևալու ժամանակը։ Եվ նրանց Բեթղեհեմ ուղարկելով, ասաց. «Գնացեք, ստույգ իմացեք մանկան մասին, և երբ գտնեք, տեղեկացրեք ինձ, որպեսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։ Եվ նրանք, երբ թագավորից լսեցին այս, գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ, կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր։ Աստղը տեսնելուն պես չափազանց ուրախացան, և երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր Մարիամի հետ միասին, և ընկան ու երկրպագեցին նրան, և բանալով իրենց գանձատուփերը, նրան նվերներ մատուցեցին, ոսկի, կնդրուկ և զմուրս։ Եվ երազի մեջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Փախուստ դեպի Եգիպտոս։ Եվ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վեր կաց, վերցրու այդ մանկանը և նրա մորը և փախիր Եգիպտոս, և այնտեղ մնա, մինչև որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը փնտրում է այդ մանկանը կորստյան մատնելու համար»։ Եվ նա վեր կացավ, առավ մանկանն ու նրա մորը գիշերով և գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը, որպեսզի կատարվի մարգարեի բերանով Տիրոջ կողմից ասվածը, թե «Եգիպտոսից պիտի կանչեմ իմ որդուն»։ Բեթղեհեմի մանուկների կոտորածը։ Այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում և նրա սահմաններում էին գտնվում, և 2 տարեկան ու դրանից ցած էին, ըստ այն ժամանակի, որ նստուգել էր մոգերից։ Այն ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի բերանով ասվածը, թե «Ռամայում մի ձայն գուժեց, ողբ ու լաց ու սաստիկ կոծ, Ռաքելը լալիս էր իր զավակների վրա և չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլևս չկային»։ Վերադարձ Եգիպտոսից։ Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին Եգիպտոսում և ասաց. «Վեր կաց, վերցրու այդ մանկանն ու իր մորը և վերադարձիր Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»։ Եվ Հովսեփը վեր կացավ, առավ մանկանն ու մորը և եկավ Իսրայելի երկիրը։ Իսկ երբ լսեց, թե Արքեղայոսը թագավորել է Հրեաստանի վրա իր հոր Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ, և երազի մեջ հրաման առնելով գնաց Գալիլեայի կողմերը և եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի կատարվի մարգարեների խոսքը, թե Նազովրեցի պիտի կոչվի։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Մատթեոսի։ Գլուխ 3։ Այն օրերին Հովհաննես Մկրտիչը գալիս է քարոզելու Հրեաստանի անապատում և ասում. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։ Սա է այն մարդը, որի մասին Եսայի մարգարեի բերանով ասվեց. «Անապատում կանչողի ձայնն է,
պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցեք նրա շավիղները։ Եվ ինքը Հովհաննեսը ուխտի մազից զգեստ ուներ եւ կաշվե գոտի իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեղ ու վայրի մեղր։ Այն ժամանակ նրա մոտ էին գնում բոլոր երուսաղեմացիները, ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտվում էին նրանից Հորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը։ Եվ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտությանը, ասաց նրանց. «Իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց փախչել վերահասբարկությունից։ Այսուհետև ապաշխարության արժանի գործեր կատարեցեք եւ մի հավակնեք ասել դուք ձեզ, թե Աբրահամը մեր հայրն է։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել, որովհետև կացին նահա ծառերի արմատին է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում եւ կրակն է գցվում։ Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները, եւ նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ խրով, նա, որի քամհարը իր ձեռքում է, եւ կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանում եւ հարդը կայրի անշեջ կրակով»։ Հիսուսի մկրտությունը։ Այն ժամանակ Հիսուս Գալիլեայից Հորդանան եկավ Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու։ Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, եւ դու ինձ մոտ ես գալիս»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն»։ Եվ ապա նրան թույլ տվեց։ Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ, եւ ահա երկինքը բացվեց նրան, եւ նա տեսավ Աստծո Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի եւ գալիս էր իր վրա։ Եվ ահա մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը»։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Մատթեոսի։ Գլուխ 4. Հիսուսի փորձությունը անապատում։ Դրանից հետո Հիսուս անապատ տարվեց հոգուց, սատանայից փորձվելու։ Եվ 40 օր ու 40 գիշեր ծոմ պահեց, ապա քաղցը զգաց։ Եվ փորձիչը սատանան մոտենալով նրան ասաց. «Եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց լինեն»։ Նա պատասխանեց եւ ասաց. «Գրված է. միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ Ապա սատանան նրան տարավ Սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա եւ ասաց նրան. «Եթե Աստծո որդին ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետև գրված է. իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, եւ ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ Հիսուս դարձյալ նրան ասաց. «Գրված է. քո Տեր Աստծուն պիտի չփորձես»։ Սատանան նորից նրան առավ տարավ մի շատ բարձր լեռան վրա եւ ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գետին ընկնելով ինձ պաշտես»։ Այն ժամանակ Հիսուս նրան ասաց. «Ետևս գնա, սատանա, որովհետև գրված է. պիտի երկրպագես քո Տեր Աստծուն եւ միայն նրան պիտի պաշտես»։ Ապա սատանան նրան թողեց, եւ ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։ Քարոզություն Գալիլեայում։
Եվ երբ Հիսուս լսեց, թե Հովհաննեսը բանտարկվել է, մեկնեց գնաց Գալիլեա։ Եվ թողնելով Նազարեթը, եկավ բնակվեց Կափառնայումում, ծովեզերքի մոտ, Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի բերանով ասված խոսքը. «Երկիր Զաբուղոնի և երկիր Նեփթաղիմի, ճանապարհ ծովի, մյուս ափը Հորդանանի, Գալիլեա հեթանոսների, խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ, և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»։ Դրանից հետո Հիսուս սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։ Ձկնորսներից առաքյալներ։ Մինչ Հիսուս Գալիլեայի ծովեզերքով քայլում էր, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում, և նրա եղբայր Անդրեասին։ Ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։ Եվ նրանց ասաց. «Իմ հետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ Եվ նրանք իսկույն թողնելով ուռկանները գնացին նրա հետևից։ Եվ այնտեղից առաջ գնալով տեսավ երկու այլ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, մինչ նավակի մեջ էին իրենց հոր Զեբեդեոսի հետ միասին և իրենց ուռկանները կարգի էին բերում, և նրանց էլ կանչեց։ Նրանք իսկույն թողնելով նավակը և իրենց հորը, գնացին նրա հետևից։ Եվ Հիսուս շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու բոլոր ախտերը։ Եվ նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքում, և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին պես-պես ցավերով ու տանջանքներով, և դիվահարների, և լուսնոտների, և անդամալույծների, և նրանց բժշկեց։ Եվ Գալիլեայից, Դեկապոլսից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանի մյուս կողմից բազում ժողովուրդ նրա հետևից էր գնում և բժշկեց նրանց։ Հիսուս Քրիստոսի սուրբ ավետարան ըստ Մատթեոսի։ Գլուխ 5. Լեռան քարոզը։ Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռան վրա, և երբ այնտեղ նստեց, նրա մոտ եկան իր աշակերտները, և նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. «Երանիներ, երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք, սուտ ասեն։ Ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ Երկրի աղը և աշխարհի լույսը։ Դուք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչով այն կաղվի։ Այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։
Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել, եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, եւ նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են։ Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Օրենքի ճշմարիտ ուսուցումը։ Մի կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի հովտ իսկ, որ մի նշանախեց է, օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի։ Ով որ այս պատվիրաններից, փոքրերից անգամ մի բան կջնջի և մարդկանց այդպես կուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի։ Իսկ ով կկատարի և կուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի։ Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի։ Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. մի սպանիր, որովհետև ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի։ Իսկ ես ձեզ ասում եմ, թե ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի, և ով որ իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի, և ով որ իր եղբորն ասի ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին։ Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես, և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թող սեղանի առաջ, և գնա նախ հաշտվիր քո եղբոր հետ, և ապա եկ քո ընծան մատուցիր։ Եթե մեկը քեզ հետ խնդիր ունի, և քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղիր իրավախոհ կնխավ, գուցե նա քեզ դատավորին հանձնի, և դատավորը դահչին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին դահեկանը։ Լսել եք, թե ինչ ասվեց. մի շնանար։ Իսկ ես ձեզ ասում եմ, ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում։ Եթե քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր այն և դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։ Եվ եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրիր այն և դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։ Արդարև ասվել է. ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տա։ Իսկ ես ձեզ ասում եմ, ամեն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, նա է, որ նրան շնության է մղում, և ով որ արձակվածին է առնում, շնանում է։ Լսել եք դարձյալ, թե ինչ ասվեց նախնիներին. երթմնազանց մի լինիր, այլ արա տիրոջն այն, ինչ երդվել ես։ Իսկ ես ձեզ ասում եմ, ամենևին չերդվել, ոչ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ոչ երկրի վրա, որովհետև նրա ոտքերին պատվանդան է, և ոչ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ արքայի քաղաքն է։ Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել, այլ ձեր խոսքը լինի այոն այո և ոչը ոչ, որովհետև դրանից ավելին չարից է։ Լսել եք ինչ ասվեց. աչքի փոխարեն աչք և ատամի փոխարեն ատամ։ Իսկ ես ձեզ ասում եմ,
չարին հակառակ չկանգնել, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու, և եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող, և եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկու էլ գնա, տուր նրան, ով քեզնից խնդրում է, և ով կամենում է քեզնից փող առնել, երես մի դարձրու նրանից։ Լսել եք արդարև, թե ինչ ասվեց. պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն։ Իսկ ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին և աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է։ Քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա։ Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ինչ է, չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ինչ ավելի բան եք անում, չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում։ Արդ կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 6, ողորմություն գաղտնաբար։ Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր հորից, որ երկնքում է։ Այլ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Ուսուցում աղոթքի մասին։ Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ դու երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները և ծածուկ աղոթիր քո հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն։ Արդ նրանց չնմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան ուզեք, և արդ դուք այսպես աղոթեցեք. Տերունական աղոթք։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր, և ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որոնք հանցանք են գործում մեր դեմ, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։ Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների, իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Ուսուցում ծոմապահության մասին։ Երբ ծոմ պահեք,
Տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո հորը գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ։ Ճշմարիտ գանձը։ Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և վժանգ ոչնչացնում են, և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում, որտեղ ոչ ցեց և ոչ զանգ չեն ոչնչացնում, և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում, քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն։ Մարմնի ճրագը աչքն է։ Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Եվ արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որչափ ևս ավելի։ Աստված և մամոնա։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարի, չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային։ Ապավինում նախախնամությանը։ Դրա համար ասում եմ ձեզ, ձեր կյանքի համար հոգ մի արեք, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ որ կյանքը ավելին է, քան կերակուրը, և մարմինը, քան զգեստը։ Նայեցեք երկնքի թռչուններին, ոչ վարում են, ոչ հնձում և ոչ էլ շտեմարանների մեջ հավաքում, և ձեր երկնավոր հայրը կերակրում է նրանց, չէ որ դուք ավելին եք, քան նրանք։ Եվ արդ, ձեզնից ով կարող է հոգս անելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ինչու եք հոգս անում։ Նայեցեք վայրի Շուշանին, ինչպես է աճում, ոչ ջանք է թափում և ոչ հյուսում։ Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ չհագնվեց նրանցից մեկի նման։ Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպես է հագցնում Աստված, որքան ևս առավել ձեզ, թերահավատներ։ Այսուհետև հոգ մի արեք և մի ասեք, ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում, քանի որ ձեր երկնավոր հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է։ Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա։ Այսուհետև հոգ մի արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա, օրվա հոգսը բավ է օրվա համար։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 7. Մի դատիր։ Մի դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար։ Ինչու քո եղբոր աչքի մեջ ճյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում։ Կամ ինչպես քո եղբորն ասում ես, թող որ հանեմ այդ ճյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա։ Կեղծավոր, նախ հանիր քո աչքից այդ գերանը, և ապա հստակ կտեսնես քո եղբոր աչքից ճյուղը հանելու համար։ Մի տվեք սրբությունը շներին, և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն։ Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք
և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի ստանում է, ով որ փնտրի գտնում է, և ով որ բախի նրա առաջ կբացվի։ Ձեզնից ով է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, միթե քար կտա նրան, և կամ եթե ձուկ ուզի, միթե օձ կտա նրան։ Արդ, եթե դուք որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքան ևս առավել ձեր հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ նրանից ուզում են։ Ոսկե օրենք։ Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են օրենքն ու մարգարեները։ Երկու ճանապարհ։ Մտեք նեղ դռնով, ինչքան լայն է դուռը, և ընդարձակ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքան անձուկ է դուռը և նեղ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն։ Սուտ մարգարեները։ Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց գործերից կճանաչեք նրանց, միթե փշերից խաղող և տատասկից թուս կքաղեն։ Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը լավ պտուղ տալ։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ Ուրեմն իրենց գործերից կճանաչեք նրանց։ Ճշմարիտ աշակերտները։ Ոչ ամեն մարդ, որ ինձ Տեր, Տեր է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը իմ հոր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. Տեր, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, և քո անունով դևեր հանեցինք, և քո անունով բազում զորավոր գործեր արեցինք։ Եվ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում։ Ով որ լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա, անձրևները թափվեցին և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Իսկ ով լսում է իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա, անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ, և նրա կործանումը շատ մեծ եղավ։ Երբ Հիսուս այս բոլոր խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետության վրա, որովհետև ուսուցանում էր ինչպես մեկը, որ հեղինակություն ունի, և ոչ թե ինչպես օրենսգետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 8, Բորոտի բժշկումը։ Երբ Հիսուս իջավ լեռից, նրա հետևից շատ ժողովուրդ գնաց, և ահա մի բորոտ մոտենալով նրան երկրպագում էր ու ասում. Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել։ Հիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան և ասաց. Կամենում եմ, մաքրվիր։ Եվ իսկույն բորոտությունը նրանից մաքրվեց։ Եվ Հիսուս նրան ասաց. զգույշ եղիր, ոչ ոքի չասես,
այլ գնա դու քեզ ցույց տուր քահանային եւ մատուցիր Մովսեսի հրամայած ընծան նրանց իբրև վկայություն։ Հարյուրապետի ծառայի բժշկումը։ Կապեռնայում մտնելիս նրան մոտեցավ մի հարյուրապետ, աղաչում էր նրան եւ ասում. «Տեր, ծառաս տանը անդամալույց ընկած է եւ չարաչար տանջվում է»։ Հիսուս նրան ասաց. «Ես կգամ ու կբժշկեմ նրան»։ Հարյուրապետը պատասխանեց եւ ասաց. «Տեր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես, այլ խոսքով ասա եւ իմ ծառան կբժշկվի, քանի որ ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ, սրան ասում եմ գնա եւ գնում է, եւ մի ուրիշին թե եկ եւ գալիս է, եւ իմ ծառային թե արա այս եւ անում է»։ Երբ Հիսուս այս լսեց, զարմացավ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի մեջ իսկ այսպիսի հավատ չգտա երբեք, բայց ասում եմ ձեզ, որ արևելքից եւ արևմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայության մեջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ, իսկ արքայության որդիները պիտի ելնեն արտաքին խավարը, այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»։ Եվ Հիսուս հարյուրապետին ասաց. «Գնա եւ ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ»։ Եվ այդ նույն ժամին նրա ծառան առողջացավ։ Բժշկումներ Կափառնայումում։ Հիսուս Պետրոսի տունը գալով տեսավ, որ նրա զոքանչը տաքության մեջ պառկած էր։ Բռնեց նրա ձեռքից եւ ջերմությունը նրան թողեց, ոտքի կանգնեց ու ծառայում էր նրանց։ Երբ երեկո եղավ, նրա մոտ բազում դիվահարներ բերեցին, եւ նա խոսքով դևերին հանեց ու բոլոր հիվանդներին բժշկեց, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի բերանով ասված խոսքը. «Նա մեր հիվանդությունները իր վրա վերցրեց եւ մեր ցավերը կրեց»։ Հիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով հրամայեց մյուս կողմ գնալ։ Եվ մի օրենսգետ մոտենալով ասաց նրան. «Վարդապետ, ես էլ քո ետևից կգամ, ուր էլ որ գնաս»։ Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջջ ունեն եւ երկնքի թռչունները բույն, բայց մարդու որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ Եվ իր աշակերտներից մեկն ասաց. «Տեր, ինձ թույլ տուր, որ գնամ նախ իմ հորը թաղեմ»։ Հիսուս նրան ասաց. «Դու իմ հետևից արի եւ թույլ տուր, որ մեռյալները թաղեն իրենց մեռելներին»։ Փոթորկի խաղաղեցում։ Երբ նա նավակ մտավ, նրա հետևից գնացին իր աշակերտները։ Եվ ահա ծովի վրա մեծ փոթորիկ առաջացավ, այնքան, որ նավակը ծածկվեց ալիքներից։ Իսկ ինքը ննջում էր։ Եվ աշակերտները մոտենալով վեր կացրին նրան ու ասացին. «Տեր, փրկիր մեզ, որովհետև կորչում ենք»։ Նրանց ասաց. «Ինչու եք վախկոտ, թերահավատներ»։ Այն ժամանակ վեր կենալով սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղություն եղավ, եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի մեկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդվում են սրան»։ Գերգեսացի դիվահարի բժշկումը։ Եվ երբ այն կողմ գերգեսացիների երկիրն անցավ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիվահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որևէ մեկը չէր կարող անցնել։ Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ինչ կա մեր եւ քո միջև, Հիսուս, որդի Աստծո, մեզ տարաժամ տանջելու եկար»։ Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար, եւ դևերը աղաչում էին նրան ու ասում. «Թե մեզ այստեղից հանես, մեզ թույլ տուր գնալ խոզերի երամակը»։ Եվ նա նրանց ասաց. «Գնացեք»։ Դևերը դուրս ելնելով գնացին խոզերի երամակ, եւ ամբողջ երամակը դարավանդից դիմեց դեպի ծով եւ ջրերի մեջ սատկեցին։ Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով պատմեցին ամեն ինչ, նաեւ դիվահարների դեպքը։ Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ, երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից
հեռու գնա։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9 անդամալույցի բժշկումը։ Եվ նավակ մտնելով Հիսուս անցավ ծովի մյուս կողմը և եկավ իր քաղաքը։ Եվ ահա նրա մոտ բերեցին մի անդամալույց, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուս նրանց հավատը տեսնելով ասաց անդամալույցին. «Քո մեղքերը քեզ ներված են»։ Եվ ահա օրենսգետներից ոմանք իրենց մտքում ասացին. դա հայհոյում է։ Եվ Հիսուս իմանալով նրանց մտածումները նրանց ասաց. «Ինչու դուք ձեր սրտում չար բան եք խորհում, ի՞նչն է դյուրին, ասել քեզ ներված են քո մեղքերը, թե ասել վեր կաց և քայլիր։ Արդ, որպեսզի իմանաք, որ մարդու որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու, ասաց նա այդ ժամանակ անդամալույցին. վեր կաց, վերցրու քո մահիճը և գնա քո տունը։ Եվ նա վեր կենալով իր տունը գնաց։ Երբ ժողովուրդը այս տեսավ, զարմացավ և փառավորում էր Աստծուն մարդկանց այսպիսի իշխանություն տվողին։ Մատթեոսի կոչումը։ Եվ Հիսուս այնտեղով անցնելով տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ հետևից արի»։ Եվ նա վեր կենալով գնաց նրա հետևից։ Եվ երբ Հիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիվ մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչու է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։ Իսկ Հիսուս երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։ Գնացեք, սովորեցեք, թե ինչ է նշանակում. ողորմություն եմ կամենում և ոչ զոհ, քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին»։ Վեճ ծոմապահության մասին։ Այն ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Ինչու մենք և փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ Հիսուս նրանց ասաց. «Մի՞թե կարելի բան է, որ հարցանքավորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է, բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա ծոմ կպահեն։ Ոչ ոք չօգտագործված կտավի կտորը հնացած ձորձի վրա չի կարկատի, քանի որ այն իր լրիվ չափով կպատրի կհանի զգեստից, և պատռվածքը ավելի վատ կլինի։ Ոչ էլ նոր գինին հին տիկերի մեջ են դնում, ապա թե ոչ տիկերը կպատրվեն, և գինին դուրս կթափվի, և տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են»։ Հայրոսի աղջկա հարությունը։ Մինչ Հիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա մի իշխանավոր մոտենալով երկրպագեց նրան ու ասաց. «Իմ դուստրը հենց նոր մեռավ, սակայն գայիր և քո ձեռքը նրա վրա դնեիր, և նա կկենդանանար»։ Հիսուս վեր կացավ և իր աշակերտների հետ միասին գնաց նրա հետևից։ Եվ ահա 12 տարուց ի վեր արյունահոսություն ունեցող մի կին, հետևից մոտենալով Հիսուսին, դիպավ նրա զգեստի քղանցքին, քանի որ մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ նրա զգեստին, կփրկվեմ»։ Իսկ Հիսուս, երբ դարձավ ու նրան տեսավ, ասաց. «Քաջալերվիր դուստր, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նույն ժամին կինը բժշկվեց։ Երբ Հիսուս իշխանավորի տունը եկավ և տեսավ փոխարներին և մեծ ամբոխ, նրանց ասաց. «Հեռու գնացեք, որովհետև այդ աղջիկը ոչ թե մեռած է, այլ ննջում է»։ Եվ նրանք ծաղրում էին նրան։
Եվ երբ ամբոխը դուրս ելավ, նա ներս մտավ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացավ, եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մեկ տարածվեց։ Երկու կույրերի եւ համրի բժշկումը։ Եվ մինչ Հիսուս անցնում էր այն տեղով, երկու կույրեր գնացին նրա հետևից, նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմիր մեզ, Դավթի որդի»։ Երբ նա տուն եկավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուս նրանց ասաց. «Հավատում եք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»։ Նրանք ասացին նրան. «Այո, Տեր»։ Այն ժամանակ դիպավ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»։ Եվ բացվեցին նրանց աչքերը, եւ Հիսուս նրանց խստիվ պատվիրեց եւ ասաց. «Զգույշ կացեք, ոչ ոք չիմանա»։ Իսկ նրանք ելան եւ նրա համբավը տարածեցին ամբողջ այդ երկրում։ Եվ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մոտ բերեցին մի համր դիվահար մարդ։ Եվ երբ դևը դուրս եկավ, համրը խոսեց, եւ ժողովուրդը զարմացավ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայելում երբեք տեսնված չէ»։ Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դևերի իշխանի միջոցով է հանում դևերին»։ Եվ Հիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գյուղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայության ավետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։ Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը, Հիսուս գթաց նրանց, որովհետև հոգնած էին եւ ցրված, ինչպես ոչխարներ, որոնք հովիվ չունեին։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները սակավ։ Արդ աղաչեցեք հնձի տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 10, 12-ի առաքելությունը։ Նա իր մոտ կանչելով իր 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա հանելու դրանք եւ բժշկելու ամեն ցավ եւ ամեն հիվանդություն։ Եվ 12 առաքյալների անունները սրանք էին. առաջին Սիմոն Պետրոս կոչվածը եւ նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս եւ նրա եղբայրը Հովհաննես, Փիլիպոս եւ Բարթողոմեոս, Թովմաս եւ Մատթեոս Մաքսավոր, Ալփիոսի որդի Հակոբոս եւ Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Կանանացի եւ Հուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան։ Նրանց 12-ին Հիսուս ուղարկեց, պատվիրեց նրանց եւ ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որևէ քաղաքը չմտնեք, այլ ավելի շուտ գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Եվ երբ գնաք, քարոզեցեք եւ ասացեք. երկնքի արքայությունը մոտեցել է։ Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, դևերին հանեցեք, ձրի առակ ձրի էլ տվեք։ Մի ունեցեք ոչ ոսկի, ոչ արծաթ եւ ոչ էլ պղինձ դրամ ձեր գոտիների մեջ, ոչ պարկ ճանապարհի համար, ոչ երկու զգեստ, ոչ կոշիկներ եւ ոչ էլ ցուպ, որովհետև մշակն արժանի է իր կերակրին։ Որ քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրեք, թե ով է այնտեղ արժանավորը, եւ այնտեղ մնացեք, մինչև որ այդտեղից դուրս ելնեք։ Եվ երբ այն տունը մտնեք, ողջույն տվեք նրան եւ ասացեք. ողջույն այս տանը։ Եթե տունն արժանի է, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի, իսկ եթե արժանի չէ, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա։ Եվ եթե մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խոսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս ձեր ոտքերից փոշին թոթափեցեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար ավելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար։ Վերահաս հալածանքներ առաքյալների դեմ։ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ։ Այսուհետև խորագետ եղեք օձերի պես եւ միամիտ աղավնիների նման։ Զգուշացեք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում։
Ձեզ պիտի տանեն կուսակալների և թագավորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայություն տաք նրանց և հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք, քանի որ ոչ թե դուք եք, որ պիտի խոսեք, այլ ձեր հոր հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով։ Եղբայրն իր եղբորը մահվան պիտի մատնի, և հայրը որդուն, և որդիները հայրերի դեմ պիտի ելնեն, և նրանց պիտի սպանեն, և իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի։ Եվ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչեք դեպի մեկ ուրիշը, և եթե ձեզ դրանից էլ հալածեն, կփախչեք դեպի այն մյուսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինեք, նախքան մարդու որդու գալը։ Աշակերտը ավելին չէ, քան վարդապետը, և ոչ էլ ծառան, քան իր տերը։ Աշակերտին հերիք է, եթե լինի իր վարդապետի նման, և ծառային իր տիրոջ նման, եթե տանտիրոջը Բեղզեբուղ կոչեցին, որչափ ևս առավել նրա ընտանիքը։ Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չի մածվի։ Ինչ ձեզ ասում եմ խավարի մեջ, դուք ասացեք լույսի մեջ, և ինչ լսում եք ականջի մեջ փսփսուքով, հրապարակեցեք տանիքների վրայից, և մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առավել վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը։ Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր հոր գետին չի ընկնում, և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են։ Արդ մի վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք։ Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ հոր առաջ, որ երկնքում է, և ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ հոր առաջ, որ երկնքում է։ Սուր, խաչ և նեղություն։ Մի կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա, չեկա հաստատելու խաղաղություն, այլ սուր, քանի որ եկա, որ բաժանեմ որդուն իր հորից, և դստերը իր մորից, և հարսին իր կեսուրից։ Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն։ Ով իր հորը և կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ, և ով իր խաչը չի վերցնում և իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ։ Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի, և ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի։ Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին։ Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա, ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կստանա, և ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր կտա խմելու իբրև աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի։